Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը բարև ձեզ, ես Տաթևն Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ BioClinic Armenia ընկերության հիմնադիր տնօրեն Սավել Թովմասյանին։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բիոն մեզ դուր եկավ մեր հաղորդման այսպես ֆակտորի ու առաքելության հետ բավականին ներդաշնակ է, իսկ մաքրությունն էլ միանշանակ ես միշտ եմ ասում, որ ցանկացած առողջություն սկսում է մաքրությունից եւ այս մաքրությունը կարող է լինել եւ անձնական հիգիենայի շրջանակներում եւ նաեւ այն շրջապատը, որը մեզ շրջապատում է, հա, դա կլինի տունը, այն աշխատավայրը, որտեղ մենք ամբողջ օրը գրեթե անցկացնում ենք եւ այն վայրը, որտեղ առհասարակ մենք լինում ենք, հա։ Եվ այս ամեն ինչը հաշվի առնելով եւ կարեւորելով նաեւ այսօր ուզում եմ խոսենք առհասարակ տարածքների մաքրությունից։ Դա կարող է լինել բնակարանը, ինչպես նշեցի, կարող է լինել աշխատավայրը, դրանց կարեւորության մասին եւ նաեւ ձեր ծառայությունների մասին, թե ինչ եք առաջարկում, որպեսզի այդ տարածքները մաքուր մնան։ Մեր առաջարկած ծառայություններն են այն ամենաառաջինը կուզենամ շեշտել փափուկ կահույքների քիմ մաքրումը, ինչի հենց առաջինը է այդ, որովհետև BioClinic-ը երբ որ հիմնեցինք, միայն զբաղվում էինք փափուկ կահույքի քիմ մաքրմամբ ու երբ որ բոլորին հայտնի sense մի խոսք է, երբ որ մի բանով է զբաղվում, կենտրոնացած sense ասած ամեն օր ամեն ժամ նույն գործողությունն ես կատարում ու այդ արդեն ավելի ինքնակատարելագործվում ես այդ մասնագիտության մեջ սեփական սխալներն ուղում եւ ավելի լավը դառնում ինքնակրթվում ես արդեն մասնագիտության մեջ երկրորդ հաջորդը որ կուզենամ շեշտել դա տարածքային մաքրությունն է բնակարանային մաքրությունը ինքը ունի իր մեջ արդեն ոլորտներ ենթադրենք ընթացքային մաքրություն բնակարանի, որը որ հիմնականում փորձում են կատարել մեր տնային տնտեսուհիները երկրորդ որովհետև հիմա այնքան զարգացել ամեն ինչը որ կանայք ավելի շատ են աշխատում արդեն այնտեղ երեխաներին ժամանակն է շատ քիչ մնում տան մաքրությամբ զբաղվելը ու արդեն այնքան է զարգանում, որ սկսում են sense ոլորտներ էլի հայտ գալ։ Աստորեն պահանջարկն է, հա, առաջարկները։ Դե հա, իրականում հենց տենց է։ Ու երկրորդ ոլորտը, որ կուզենայի շեշտել այդ մաքրման, բնակարանային մաքրման, դա հետշինարարական մաքրությունն է, որը որ իրանից շատ բարդ process է ներկայացնում։ Օրինակի համար ենթադրենք բնակարանն է վերանորոգվել է նոր ու պետքա ընդհանուր տարածքը բոլորս էլ գիտենք ինչ շինարարական փոշի աղտոտվածություն է, որը որ շատ բարդ է հեռացնել իրականում, եթե ամեն օր չես զբաղվում մաքրությամբ ենթադրենք քո համար, չգիտեմ, այդ մի քիչ անսովոր երևույթ է, այդ շինարարությունից հետո մաքրությունը, որը որ պետքա ունենաս ձեռքի տակ տեխնիկաներ հատուկ տեսակի նյութեր, որին որ ժողովուրդը հիմնականում այդքան էլ տեղյակ չի այդ նյութերի այդ բազմազանությունից, դա ամենավերանորոգում չենք անում, հա, եկեք այսպես պայմանավորվենք եւ նորմալ է, հենց դրա համար էլ այդպիսի կազմակերպություններն են, որ զբաղվում են։ Դե հա։ Բնակարանային այդ մաքրություններն են տարածքային առհասարակ տարածքային մաքրությունները, աշխատավայրերը, հաջորդը այն ոլորտնա մաքրության, որը որ ֆասադային, հա, վիտրաժային մաքրությունն է, ապակեպատ հատվածների, ենթադրենք զոնտիկների, ասենց որը որ էլի կատարվում է հատուկ տեխնոլոգիայով, գերհասոր փչող սարքերով, ջուր եւ այլն նյութեր փչող, մի խոսքով արդեն պրոֆեսիոնալ դարձած այս գործի մեջ ահագին ժամանակա մի խոսքով հիմնականում դրանք են որ մենք դրանցով ենք զբաղվում դա հետագայում արդեն պլանավորած բաներ կա որի մասին այս բանը չեմ որի մասին մենք կխոսենք մյուս հաղորդման ընթացքում, հա, այսպես նաև կարող ենք ասել։ Այս ոլորտի մասնագետները շատ բարձրաձայնում են այն հարցը, որ որքան էլ որ տանտիրուհին
կոկիկ է, որքան էլ անընդհատ զբաղվում է իր տան մաքրությամբ եւ հետեւում այս ամենին, միևնույն է կան իրավիճակներ եւ կան երևույթներ, որոնք հատուկ եւ պատրաստված ու մասնագիտացում անցած, կազմակերպությունների միջամտությունից եթե չօգտվենք, դժվար թե կարողանանք հասնել այն կատարելությանը կամ այն իդեալականին, ինչքան էլ որ ուզենք։ Որքանով եք դուք համակարծիք սրա հետ։ Դա իրականում այդպես է, որովհետև այնքան ամեն ինչը ասենց առաջ գնացել, զարգացումը, որ դա կանանց աշխատանքն է հիմնականում կատարելու, որը որ կանայք հիմա շատ են անցել տարբեր աշխատանքների, օրը լի աշխատաժամերով հասցնելու հետ կապված է միշտ խնդիրները։ Դե բացի հասցնելը նաև դուք էլ նշեցիք, որ պետք է լինում հաճախ այնպիսի սարքեր, նյութեր, որոնք մենք միշտ չի որ տան օգտագործում ենք, բացի դրանից եթե նույնիսկ տեղյակել լինենք, որ դրանք գոյություն ունեն, դրանք այնքան քիչ են մեզ պետք գալիս, որ անընդհատ ձեռքի տակ ունենալն էլ արդարացված չի լինում։ Հետևաբար տարին մեկ անգամ օրինակ նման կազմակերպության դիմելը եւ ամբողջական այն իդեալական մաքրության հասնելը, կարծում այդքան էլ մեծ շքեղություն չի։ Դե հա համաձայն եմ ու իրականում այն տեխնիկաները, որով որ մենք աշխատում ենք, դա պրոֆեսիոնալ տեխնիկաներ են, որոնց որ տիրապետելն էլ նույնիսկ ժամանակ է պահանջում ճիշտ օգտագործել էլի։ Ու որը որ նենց չի որ շատ հեշտել է էլի այդ ասած մի քիչ թանկ հաճույք է էլի այդ ամեն ինչը ձեռք բերելը, որը որ մենք մեր աշխատանքի համար ունենք, հա, ու դրանց սովորելը պետք օգտագործելու ձևը պետք հմտանալը պետք է դա ամեն ինչի մեջ, մի խոսքով մենք էլ հմտացել ենք, հա։ Մենք էլ հմտացել ենք։ Շատ լավ, այն նշեցիք, որ բավականին թանկարժեք սարքեր են պետք, նաև այն գործիքները, հա, որոնք որ օգտագործվում են, նյութերն էլ լավ որակի նյութը, այդքան էլ մատչելի, հա, երևույթ չի։ Եվ այս համատեքստում ուզում եմ խոսենք առհասարակ ձեր աշխատանքում կիրառվող այն գործիքները, սարքերը, նյութերը, նաև աշխատակազմը, որոնցով որ դուք կարող եք ինչու ոչ նաև հպարտանալ եւ ասել, որ մենք այսպիսի գործիքների կամ նյութերի ենք տիրապետում եւ օգտագործում։ Դե հա, այսօրվա իրականության մեջ կան շատ արտադրանքներ, այն ամենամատչելից սկսած մինչև թանկարժեք, որը որ իրականում որակի հետ կապ չունի, թե մատչելի թե թանկարժեք, ուղղակի մենք մեր աշխատանքային փորձի ընթացքում ասես տարբեր նյութեր եւ տեխնիկաներ փորձելու շնորհիվ եկել հասել ենք մի հատ այն կետին, որ արդեն գիտենք ինչ օգտագործենք, որ հատվածների մաքրման համար ինչ նյութ օգտագործենք, ինչ տեխնիկա օգտագործենք, ընթացքում ինքնակատարելագործվելն էլ շատ բարդ process էր, որը որ պետքա սենց ասած հաճախորդներից մի քիչ ծածուկ բայել, որ չզգացվի այդ ամեն ինչը, ենթադրենք ինչ որ մի նյութ կամ տեխնիկա, որը որ այդ պահին առաջի անգամ ենք օգտագործում աշխատանքի մեջ։ Դե բնականաբար արդեն որոշ չափով փորձած, բայց դե սկզբում այդ ամեն ինչը պետքա փորձել, հմտանալ, ու այդ ամեն ինչը պետքա աշխատանքի ժամանակ անել։ Դե փորձեմ, որովհետև ամեն իրավիճակ մի ուրիշ դեպք է։ Դե հա, միանշանակ ամեն հետ հատուկ վերաբերմունք է, այսպես ասած, նաև պահանջում, ամեն հաճախորդ հատուկ վերաբերմունք է պահանջում, ու այստեղ նաև ես շատ կարևորում եմ այն կազմակերպությունները, որոնք անմիջապես աշխատում են այցելուի հետ, հաճախորդի հետ, սրանք բացի պրոֆեսիոնալ եւ բարձր որակի ծառայություններ մատուցելը դժվարանում են իրենց աշխատանքում այդ հարաբերությունների մեջ, կոնֆլիկտներից խուսափելու, տարբերակներ գտնելու մեջ եւ այնպես անել, որ մարդը ոչ միայն կատարված աշխատանքից գոհ լինի, նաեւ այն վերաբերմունքից ու մատուցումից։ Դե հա, իրականում դրա հետ կապված մենք ասես մի process ունենք, որ կուզենամ շեշտեմ, դա հենց մեր աշխատակազմի աշխատողների ընտրության ասենց հարցն է, որը որ ասենց մի հատ շատ նոր փուլ է, ասենց մի հատ ընտրական process ենք անցկացնում ամեն մեկի հետ, ու մենք ընտրում ենք մեր աշխատակիցներին մի սկզբունքով, ասենց հստակ գծված մի սկզբունք ունենք, որը որ առաջնային
հաշվի ենք առնում, ծանոթանում ենք մարդկային արժեքների հետ, որովհետև եւ թե մարդկային արժեքները բարձր են լինում, թե աշխատանքն է բարեխիղճ ավելի լինում, իսկ բարեխիղճ աշխատանքի շնորհիվ էլ մենք ստանում ենք հաճախորդի գոհունակությունը, գոհ լինելը։ Մի խոսքով աշխատակազմի ընտրությունը ամենակարևոր բաներից մեկն է մեր համար, որ անպայման լինի ճիշտ, որովհետև ամեն աշխատանք կատարվում է հաճախորդի, ասենց ասած, անձնական տարածքում, օրինակի համար հենց բնակարանում, որտեղ որ պետքա ամեն ինչը շատ բարձրակարգ կատարել, որովհետև ասենց ասած ուրիշի անձնական տարածք ես մտնում, ուրիշ տարածքում ես եւ այլն։ Մենք բացի արդյունավետ աշխատանքը, նաև նման կազմակերպություններից սպասում ակնկալում ենք, նաև պահանջում ենք որոշ դեպքերում, որ անվնաս լինի, որովհետև անվնաս ասելով ուզում եմ նաև հստակեցնենք, որ միայն նյութական, այսպես ասած, խոտանը չէ, որ կարող է լինել կամ նյութական վնասները չէ, որ կարող են լինել։ Մենք ուզում ենք, որ օգտագործվող նյութերը լինեն հակաալերգիկ, որտեղ այդ տանը կարող են երեխաներ լինեն եւ կարծում եմ նման ծառայությունից առավելապես օգտվում են երեխաներ, փոքր երեխաներ ունեցողներ, որովհետև իրենց հետևից մի փոքր դժվար է, հասցնել ամեն բան կատարյալ պահելը։ Տանը ունենք ընտանի կենդանիներ, որոնք եւս կարող են ալերգիկ դրսևորումներ ունենալ եւ այլն։ Որքանով կարող են ձեզ դիմող հաճախորդները վստահ լինել, որ օգտագործվող նյութերն այնքան անվտանգ են, որ հաջորդիվ չեն ունենալ նաև առողջական խնդիրներ։ Դե մենք առողջապահական հաղորդում ենք, սա պետք է անպայման շեշտենք։ Դե հա, դրա հետ կապված այդ շատ լուրջ հարց է, որովհետև հիմա շատ բազմազան թե նյութեր կան, թե մի խոսքով լավից վատ ամեն ինչը կա որակականի հետ կապված, որը որ հենց այն ամենաառաջնային ալերգիայի հետ կապված կարա ինչ-որ խնդիրներ առաջացնի, բայց հենց այն ամենակարևոր հարցը այն է, որ մենք մեր աշխատանքի փորձի ընթացքում կարացել ենք հասնենք այն կետին, որ մեր օգտագործվող թե նյութերը, թե աշխատելաձևը կազմակերպվի նենց, որ մաքսիմալ հեռու լինենք այդ ամեն ինչից, այդ խնդիրներից, թե նյութերն են հակաալերգիկ, հակաբիոտիկ, թե տեխնիկաները ունենք տեխնիկաներ, որոնք որ հենց դրանց դեմ են պայքարում, ենթադրենք, հա, այս պահին մեկը կշեշտեմ, օրինակ գոլորշի արտանետող սարքերից, որը որ 120 աստիճանից բարձր գոլորշի արդեն արտանետում, որը որ արդեն մանրեազերծում էլ է, էլի։ Նաև ախտահանում է, այսպես կարող ենք ասել։ Հա, ախտահանում էլ։ Ես նաև ուզում ձեր առանձնահատկություններից խոսենք, որովհետև այսօր, ինչպես նշեցինք, շուկան բավականին լայն է, առաջարկները շատ տարատեսակ են։ Դրա համար մեր ռադիոլսողի համար նշեք այն կարևոր առանձնահատկությունները, որոնցով բիոքլինինգը տարբերվում է։ Նախորդ հարցից մի բան ավելացնեմ, նորացնեմ այս հարցին, այն ինչը վերաբերում է ալերգիա առաջացնելու, մի խոսքով առողջական խնդիրների հետ կապված, նաև ուզում եմ շեշտել, որ այդ ամեն ինչի մասին հոգացել ենք, որ նաև ընտանի կենդանիների վրա չանդրադառնա։ Ընդհանրենք շուն, կատու, որը որ ընտանի կենդանի է, կարող են մեր ռադիոլսողներն էլ հանգիստ լինեն, մեր չորքոտանիները եւս պաշտպանված են, հա։ Իսկ առանձնահատկություններից ինչ կասեք։ Առանձնահատկություններից, ասենց ասեմ, դա այն բարդ շեշտվող հարցերից մեկն է, որին որ եթե ցանկանամ հստակ անդրադառնալ դրան, պետք է արդեն մեր մրցակիցներին էլ առաջ բերեմ, բայց այդ ամենի մասին չեմ խոսա, չեմ խորան այդքան մեր առանձնահատկությունները հենց մեր տված որակն են, մեր աշխատակազմի բարձր մարդկային որակական հատկանիշներն են, որոնք որ շատ կարևոր են վստահության համար, մեզ վստահելու համար։ Մաքուր աշխատանքը ինչու՞ չէ, որովհետև հենց դրա համար ենք հավաքվել։ Շատ լավ, իսկ ինչու ընտրել բիոքլինինգը։
Հիմա չեմ ասում համոզենք, բայց նշենք են կարևոր հատկությունները, չափանիշները, սկզբունքները, որոնցով առհասարակ մարդ պիտի առաջնորդվի մաքրման աշխատանքներ, հա, մատուցող ծառայություն ընտրելիս, եւ այս համատեքստում է նաեւ ինչու բիոկլինինգ։ Դե կասեմ են ամենակարևոր բաներից մեկը, որը որ մենք մեր աշխատանքները կատարում ենք շատ մաքուր, մենք մեր աշխատանքին տիրապետում ենք շատ լավ, վերահսկում ենք մեր աշխատանքները, օրինակի համար ասած մի բան շեշտեմ, ենթադրենք մի տարածք կա, որը որ պետք է մաքրվի, վերանորոգումը նորեն ավարտել, աշխատակազմը մտել է արդեն տարածք, սկսում է աշխատել, մենք մի հատ ամենասկզբում, մենք ունենք մենեջերներ, որոնք որ այդ ինչ տարածքում աշխատողների, ասենց ասած, համար նախատեսված, հա, որ ինքը համ տարածքը սկզբում է նայում, համ արդեն աշխատանքի վերջում, հա, վերահսկում ենք, որ աշխատանքը վերջնական լինի մաքուր ու, ասենց ասած, հաճախորդը մաքսիմալ քիչ առնչվի, ենթադրենք մաքրուհիների հետ, հա, այս ինչ տեղը այսինչ թերություն եղավ, այսինչ այնն, իսկ մեր վերահսկող մարդը այդ պայդրությամբ ինքը արդեն ոնց ասեմ, բծախնդիր ձևով վերաբերվում է այդ մեր աշխատանքին, որ ամեն ինչը նորմալ լինի, եթե ինչ-որ բնականաբար մեր աշխատանքն էլ նենց աշխատանքը, որ հիմնականում ձեռքի աշխատանք է, ձեռքով այդ ամեն ինչը արվում, ասենց մի կողմ դրած հələ տեխնիկաները, հա։ Դե մարդկային գործոնը այս հարցում ամենա Դե մարդկային գործոնը շատ մեծ է սրա մեջ ու ժողովուրդն էլ գիտեն, որ երբ որ ձեռքի աշխատանք ալնում հնարավոր է ինչ-որ թերություններ։ Իսկ այդ թերություններից խուսափելու համար էլ մենք ունենք մեր վերահսկող, ասենց ասած, անձնակազմը, որը որ միշտ պատտվում է մեր անձնակազմի հետ տարբեր տարածքների մաքրության համար։ Ես ուզում եմ նաև անդրադառնանք մի այսպիսի հարցի, դուք ամենասկզբում նշեցիք, որ առաջին աշխատանքը ծառայությունը, հա, ոլորտը որ ունեիք, դա փափուկ կահույքի մաքրումն էր։ Եվ այստեղ ուզում եմ մի հատ այսպես ուղղորդող, հա, պատասխան լսել։ Մենք շատ հաճախ ենք տարատեսակ նյութերով փորձում ենք մաքրել մեր փափուկ կահույքը եւ մտածում ենք, որ դե լրիվ իդեալական վիճակում է, հետք չկա, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Որքանով է ռեալ, որ եթե արտաքնապես մենք չենք տեսնում որևէ բիծ, որևէ հետք, խոսում ենք մաքրության մասին եւ այստեղ նաեւ այն հարցը, որ մենք փորձում ենք իհարկե պահանջում ենք ծառայությունից, որ ինք օգտագործենք նյութեր, որոնք հակալերգիկ չլինեն, մյուս կողմից մոռանում ենք, որ հաճախակի սրանց ախտահանիչ եւ գոլորշիով մաքրումները նաեւ մեզ տալիս են հնարավորություն ինքներս խուսափենք մեր իսկ տանը ունեցած մանրեներից, վիրուսներից, ինչու ոչ, նաեւ խնդիրներից, ինքնաթունավորումից։ Դե իրականում ենթադրենք, որը որ շեշտվեց, փափուկ կահույքի քիմ մաքրումը, ասենց ասեմ, երբ որ ինքնուրույն փորձում ես մաքրել ու ուղղակի վիզուալ երևում է մաքուր, այդ հետք չկա որ մաքրել։ Հա, ուղղակի հետք չկա, տենց է երևում, հա, զուտ աղաշկի համար է։ Այդ ամեն ինչը հաճելի, մաքուր երևում, բայց մենք պետք է ապրենք առողջ։ Այդ ամեն ինչը պետքա դուրս բերվի այդ կահույքից, այսինքն այն բծերը, այն աղտոտվածությունը, այն ինչը որ մենք չենք տեսնում, որը որ այդ ներքուստ է, կահույքի ներսից է, որը որ թե ալերգիայի հետագա ասենց ճանապարհը, հա, թե առողջության հետ է կապված, թե հոտերի հետ կապված։ Իսկ մեր արդեն քիմ մաքրումը, երբ որ մենք անցկացնում ենք, այդ ամեն ինչը մենք դուրս ենք բերում կահույքի մեջից եւ արտաքնապես է լինում մաքուր ու հաճելի, թարմ տեսքա հաղորդվում էլի հետո։ Ու ամեն ինչը լինում է մաքուր, գիտես, այն ինչ որ օգտագործում ես մաքուր է։ Եվ անվնաս։ Ու կուզենայի ասենց շեշտել այն բաներից մեկը, որ հիմնականում աշխատանքները, որը որ մենք կատարում ենք մասնագիտացված ձևով, արտաքնապես մաքրվում է, կա ժողովրդի մի ասենց զանգված, որը որ ինքը իր ձեռքով կատարելու դեպքում, երբ որ ասենց վիզուալ մաքրը, գիտի մաքուր է։ Իսկ որ մենք արդեն շեշտում ենք, որ ներսից է այդ ամեն ինչ այդ աղտոտվածությունը դուրս գալի, այդ ամեն ինչը մենք ամեն անգամ մեր հաճախորդներին ցույց ենք տալիս, որ տեսնի, որովհետև
ինչքան էլ որ արտաքին մաքուր է լինում, մեկը մեր աշխատանքներից հետո դա այդ հավաքված այդ աղտոտվածությունը, որը որ ամեն ինչը արդեն sense դույլով, հա, ջրի մեջ խառնված sense մի հատ վիճակ է լինում, որը որ մենք միշտ անպայման ցույց ենք տալի ու sense ասեմ 99% դեպքերում, եթե որ ավել 99% դեպքերում sense արդեն են մեր թարմ ջուրը, որ սկզբում օգտագործում ենք, արդեն վերջում դառնում է sense սեյվացած sense արդեն ջուր է լինում ու այդ ամեն ինչը տենալուց հետո միշտ մեր հաճախորդներն են էլի ասում մենակ մեր մոտ է, որ մերն է, որ sense կեղտոտ է, բան դա արդեն շեշտում ենք, որ բացատրում ենք այս ամեն ինչը, որ ժողովուրդն էլ իրանց չսրտներեն էլի, որովհետև այդ նորմալ է ու դրա համար այդ ամեն ինչ չլինելու համար պետք է ուղղակի պարբերաբար կատարել այդ քիմիակրումը, պարբերաբար ենթադրենք, հա, ասենց միջին վիճակագրականով, ասենք մոտավորապես 4 ամիսը 1 կարելի է փափուկ կահույքի քիմիակրում անցկացրած, որ չհասնի այդ աստիճանի, էլի։ Ու արդեն փափուկ կահույքն էլ ունենում արդեն երկար կյանք, որովհետև միշտ համ խնամվում է, համ մաքուր է լինում ու նաև կուզենամ շեշտել, թե ինչ ասել է փափուկ կահույքը, հիմնականում հա բազմոց ու բազկաթոռ են հասկանում ժողովուրդը, ընկալում։ Մեկ էլ աթոռ։ Հա, մեկ էլ աթոռ, բայց փափուկ կահույք մեր ոլորտում համարվում է գորգերը, ներքնակները, որը որ էլի շատ կարևոր է պարբերաբար քիմիակրում անցկացնելը, որովհետև օրվա 8 ժամը անցկացնում ենք մենակ ներքնակի վրա, աթոռները, բազմոցները, բազկաթոռները, նաև ինչու՞ չէ կուզենամ շեշտել մեծ խաղալիքներ, որ լինում են, փափուկ խաղալիքներ, հազվադեպ պատահող, բայց հիմնականում դրանք էլ ենք արդեն կատարում։ Քանի որ մենք առողջությունը կարևորող եւ լուսաբանող հաղորդում ենք, հետեւաբար ամեն ինչ նայում ենք այս պրիզմայով ու որpիսի մենք ապրենք իսկապես առողջ միջավայրում, անվտանգ միջավայրում, պետք է ուշադրություն դարձնենք մաքրմանը, որտեղ ցանկացած հարց սկսվում է մաքրությունից եւ այս մաքրությունը բնավ մի բան չեմ տեսնում, ուրեմն մաքուր է, սկզբունքով չէ, հա, այլ իդեալական մաքրության մասին է խոսքը եւ այս մաքրությունը նաեւ խոսում է ախտահանված միջավայրի մասին։ Դուք ասում եք 4 ամիսը 1 է պետք, ես էլ ասում եմ հաշվի առնելով մեր հանրության դանակը ոսկորին հասած չի, ուրեմն ամեն ինչ նորմալ է, հա։ Սկզբունք ասում եմ գոնե տարին 2 անգամ, հա 6 ամիսը 1 պրոֆեսիոնալ մաքրման ծառայությունից օգտվելը իսկապես օրվա եւ ժամանակի պահանջն է եւ սա վաղուց արդեն ոչ թե շքեղություն է կամ տանտիրուհու ալարելու, հա, ինչպես ասում են, հա, արդյունքն է, այլ պարզապես ընտանիքի անդամների, երեխաների, ընտանի կենդանիների առողջության մասին մտածելու եւ հոգ տանելու դրսեւորում է։ Ուստի պետք է 1-1 այդ 1-1-ն էլ տարին 2 անգամ, հա, դիմել պրոֆեսիոնալներին, այո, որպեսզի իսկապես ապրենք մաքուր, ամբողջությամբ մաքուր իրավիճակում։ Շնորհակալ եմ շատ, որ այստեղ եք։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, ձեզ անխափան եթեր եմ մաղթում։ Շնորհակալություն մանավանդ ամանորի նախաշեմին, բոլորս մտածում ենք, չէ՞, մաքրման մասին, ու ճիշտ ժամանակն է դիմելու բիոկլինիկի։ Շատ կարևոր է, տարին ամփոփելը։ Գնալ մաքուր։ Այստեղ ես անկեղծ ասած ժողովուրդը սիրում է, չէ՞, ամանորից առաջ այդ սեզոնային մաքրումները էլ ավելի այսպես լայն թափով է սկսում եւ անում, բայց նաեւ այստեղ այլ խորհուրդ էլ կա, հա։ Ինչպես դուք ասացիք, գնում ենք նոր տարի մաքուր, ամբողջությամբ եւ հինը թողնելով այդ մաքրման աշխատանքները։ Հինն էլ մաքուր ավարտենք։ Մաքուր ավարտում ենք ու մաքուր գնում ենք դեպի հաջորդ տարին։ Շնորհակալ եմ շատ, սիրելի ռադիո լսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս Bioklinic Armenia ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Թոմասյանն էր։ Շնորհակալություն, մեզ հետ եք, կհանդիպենք նաեւ մյուս շաբաթ, ցտեսություն։